Լիան մեզ կօգնի։ Վստահ չեմ, որ կուզի ձեզ հետ հանդիպել, բայց հաստատ կօգնի։ Իսկ խնդիրը ինչու՞մն է։ Վախերը։ Բեկը կարելի է ասել մորն ու աղբորը պատանդի կարգավիճակում է պահում, հա, պարզ է։ Իրանք հիմա նկուղում չեն, իրենց տանն են, բայց բեկը ցանկացած պահի կարող է սպանել։ Ուրեմն պետք է ամեն ինչ ավելի զգուշ անել։ Հետո մենք Լիային կբացատրենք, որ այնպես բան չենք անի, ինչը կվնասի իրան կամ իր ընտանիքին։ Ես ամեն դեպքում պետք է Լիային առանձին հանդիպեմ։ Ապշա ճիշտ կլինի, որ բոլորս միասին խոսանք։ Ուրեմն կզանգեմ առավոտյան կհրավիրեմ այստեղ ու արդեն կհասկանանք ինչ ենք անում ու ոնց։ Գոր կարող եմ մի հատ էլ զանգես Վարդանին։ Ապա դե 10 րոպե առաջ եմ հետը խոսացել, որ վերջացած լինեն վիրահատությունը կզանգի էլի։ Ամեն դեպքում ինչ որ ուտելու բան պատվիրեմ։ Ստվում է ոչ մեկս էլ ախորժակ չունենք հիմա։ Այդ պարզ է, բայց հաստատ սոված մնալ էլ պետք չի։ Բարև, Վիկ ջան։ Բարև։ Ինչի վրա սիրում։ Չէ, ոչ մի բան։ Ինչ որ խնդիր է առաջացել ծրագրի հետ։ Չէ, ծրագիրը նորմալ աշխատում է։ Հերս միշտ ասում է, որ քո գրած ծրագրի շնորհիվ է, որ մեր փողերն ապահով են դրսերում։ Շնորհակալ եմ, բայց բիթքոյնի ակտիվները մի քիչ պետք է ավելացնել։ Կանենք հիմա դրա ժամանակը չի։ Հետո կգաս այդ մասին կխոսանք։ Հիմա ինձ ուրիշ հարցով պետք է օգնես։ Ինչով կարողանամ։ Ծանոթ ես անվտանգության համակարգերին։ Որոշ չափով, հա։ Ինձ պետք է որ մի հատ շենքի կամերաները 10-ից 15 րոպեով անջատվի։ Պետական հաստատություն, հա։ Հիվանդանոցը։ Դա հեշտացնում է գործը։ Հիմնականում հիվանդանոցի տեսախցիկները մանավանդ մասնավոր կառույցների տեղային համակարգերով են աշխատում լոկալ սերվերների վրա, այսինքն ինֆորմացիան արտաքին ամպային հարթակներում չի պահվում, ինչը մի կողմից հեշտացնում է մեր գործը, բայց մյուս կողմից պահանջում է ֆիզիկական կամ ցանցային մուտք։ Այսինքն ներսից ավելի հեշտ է։ Հա, եթե պետական կամ կառավարական հաստատություն լիներ, ավելի բարդ կլիներ, բայց մասնավոր հաստատությունները հիմնականում ավելի թույլ են պաշտպանված լինում, էլի։ Ոնց հնարավոր է։ Հնարավոր է, բայց նախ պետք է հասկանալ ինչ պաշտպանվածություն ունեն։ Տեխնիկապես ամեն հիվանդանոց տարբեր սերվերային լուծումներ ունեն։ Ոմանք DVR-ի վրա են ինֆորմացիա պահում, մյուսները IP հիմքով են աշխատում, որտեղ մուտքը հնարավոր է միայն ներքին ցանցից։ Մաքս այդ մանրամասներով ինձ գրուզիկ մի արա։ Ասա այս գործի համար քեզ ինչքան ժամանակ է պետք։ Եթե թույլ պաշտպանված եղավ 10-15 րոպե, եթե լավ պաշտպանված եղավ մի ժամ, բայց մի ժամից ավել չի տևի։ Նորմալ է։ Ես հիմա հիվանդանոցի հասցեն քեզ կասեմ կգնաս ու կսկսես աշխատել։ Ու պատրաստ եղի որ զանգեմ մի անգամից անջատես կամերան։ Հասկացա քեզ։